Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Այսօր մենք շարունակում ենք մեր ընթացքը թվոց գրքով եւ բացում ենք 3-րդ եւ 4-րդ գլուխները։ Այստեղ Աստված առանձնացնում է Ղևտացիների ցեղին մի շատ կարևոր եւ սուրբ գործի համար, խորանի սպասավորության համար։ Այս գլուխներում մենք տեսնում ենք, որ Աստված յուրաքանչյուր ընտանիքի տվել է հստակ պարտականություն։ Մեկը պատասխանատու էր ուխտի տապանակի համար, մյուսը վարագույրների, մյուսը սյուների, ոչ ոք անգործ չէր, եւ յուրաքանչյուրի աշխատանքը հավասարապես կարևոր էր Աստծո տան համար։ Այստեղ մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսի հրաշալի պատկերը։ Հիսուսն ասաց. «Մարդու որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայեցնի եւ իր կյանքը փրկագին տա շատերի համար»։ Հիսուսը մեր կատարյալ ծառան է, ինչպես ղևտացիներն էին հոգ տանում Աստծո ներկայության մասին, այնպես էլ Հիսուսը եկավ, որպեսզի Աստծո ներկայությունը հասանելի դարձնի ինձ եւ յուրաքանչյուրի համար։ Այս գլուխները մեզ սովորեցնում են երկու կարևոր բան։ Աստված կարգուկանոնի Աստված է։ Նա սիրում է, երբ մենք մեր կյանքը ու ծառայությունը կազմակերպում ենք նրա կամքի համաձայն։ Յուրաքանչյուրս ունենք մեր տեղը, ինչպես ղևտացիներից ամեն մեկը ուներ իր գործը, այնպես էլ Աստված ձեզանից յուրաքանչյուրի համար ունի մի հատուկ պլան եւ կոչում։ Դուք պատահական չեք, սիրելիներ, այս աշխարհում։ Դուք ունեք մի գործ, որը միայն դուք կարող եք անել Աստծո արքայության համար։ Սիրելիներ, մի թերագնահատեք այն փոքր թվացող գործերը, որ անում եք Տիրոջ համար։ Աստծո աչքում չկա փոքր ծառայություն։ Եթե դուք հավատարիմ եք այնտեղ, որտեղ Աստված ձեզ դրել է, դուք արդեն մեծ օրհնություն եք։ Վստահեք, սիրելիներ, Աստված սիրում է ձեզ։ Եվ եկեք մեր սովորության համաձայն, թանկագիններ, ավարտենք այսօրվա 3-րդ 4-րդ գլուխները աղոթքով։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քո օրինակի համար, որ դու եկար ծառայելու մեզ, խնդրում ենք, օգնիր մեզ գտնել մեր տեղը քո ծրագրի մեջ եւ հավատարմությամբ անել այն ամենը, ինչ դու մեզ վստահել ես։ Թող մեր կյանքը լինի քեզ հաճելի ծառայություն։ Ամեն։ Թանկագիններ, Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքները։ Եթե դուք ունեք ինչ-որ ձեր կարծիքներ, կարող եք մեկնաբանություններում գրեք եւ մենք կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Եղեք օրհնված Հիսուսի անունով։ Ամեն։